Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը կոնյակն է, որով նաև հպարտությամբ եւ լիարժեք լիաթոք կերպով ներկայանում ենք ողջ աշխարհին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայ կոնյակագործության նահապետ Մարգար Սեթրակյանին։ Մեր հաղորդման հյուրերն են տնտեսագիտության տեխնացու Մարգար Սեթրակյանի որդի Սեթրակ Սեթրակյանը, բարի գալուստ, եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ դիտենք ակնարկ նվիրված Մարգար Սեթրակյանի կյանքին եւ գործունեությանը ու կշարունակենք մեր հաղորդումը։ Հայ կոնյակագործության նահապետ Մարգար Սեթրակյանը ծնվել է 1907 թվականի հունիսի 15-ին Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Հայոց ցեղասպանությանը զոհ են գնացել ծնողները, իսկ նրան փրկել են ռուս կազակները եւ տեղափոխել Ալեքսանդրապոլի, ապա Աշտարակի մանկատուն։ 1930 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Ներսես Թայիրյանցի, Նիկոլ Շուստովի, Մկրտիչ Մուսինյանցի հետ հայկական կոնյակի բրենդ ստեղծողներից է։ 1921 թվականից աշխատել է կոնյակի արտադրության բնագավառում, զբաղվել հայկական կոնյակի նոր տեսակների ստեղծմամբ, որոնք արժանացել են համաշխարհային փառքի ու բազմաթիվ ոսկե մեդալների։ 1935 թվականից ԽՍՀՄ համտեսի կենտրոնական հանձնաժողովի անդամ էր։ 1940-ից 48 թվականներին դասավանդել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ 1935-ից 73 թվականներին եղել է Երևանի կոնյակի գործարանի գլխավոր ինժեներ-տեխնոլոգը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պահպանել է հայկական կոնյակի սպիրտի պաշարները։ Պատերազմի ժամանակ կոնյակի կոմբինատը չականապատելու համար 1948 թվականին ձերբակալվել է եւ Սիբիրյան աքսորից փրկվել է իր լավագույն ընկեր Անաստաս Միկոյանի շնորհիվ, ով նրան ուղարկել է Օդեսա կոնյակի գործարան հիմնելու։ Մահացել է 1973 թվականի հոկտեմբերի 1-ին։ ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիր է։ Ստեղծել է 15 տեսակի կոնյակ, այդ թվում հոբելյանական, 1937 թվականին ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը։ Ընտիր, Հայաստան, Դվին, Երևան, Արարատ, Տոնական, 40-ամյա, Աղթամար, Նայիրի, 50-ամյա, Վասպուրական։ Դվին կոնյակի շնորհանդեսը եղել է 1943 թվին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։ Այն Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի ամենասիրած կոնյակն էր։ 1966 թվականին շնորհվել է կոնյակի պատրաստման բարձրագույն վարպետ պատվավոր կոչումը։ 1971 թվականին արժանացել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Արժանացել է նաև ֆրանսիական կոնյակի կամ յուտան բարձրագույն պարգևի, համտեսի ասպետ արծաթե մեծ մեդալի։ Երևանի կոնյակի գործարանում կառուցվել է հուշարձան, շենքի պատին, որտեղ ապրել է, տեղադրվել է հուշաքար։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է նամականիշ։ Պարոն Սեթրակյան, համոզված եմ, որ ձեզնից լավ ոչ մեկը չի ճանաչել եւ այժմ էլ մեր հայրենակիցներին, հեռուստադիտողներին չի կարող ներկայացնել Մարգար Սեթրակյանին որպես ծնող, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայրենասեր։ Բոլորին է քաջատեղյակ նրա ստեղծած արարած կոնյակները, բայց հավանաբար շատ քչերը գիտեն նրան որպես այդպիսին, որպես այդ հատկանիշները կրող անձնավորություն, անհատականություն։ Չէ, իրեն ոնց որ մասնագետ, ոնց որ հայրենասեր, ավելի շատ ուրիշները կարող են գնահատել։ Ես երեխա եմ միշտ եղել, երբ որ հայրս մահացավ, ես 23 տարեկան եմ, բայց ես ինքս զարմանում եմ, որ այդ ջահել տղան, որբ տղան, որը բրծել է այդ եղեռնից բրծած, մանկատունում մեծացած, առանց ծնողների, ոնց այդքան գործ արել այս հանրապետության համար։ Ես ինքս զարմանում եմ։ Եվ եթե պատմությունը վերցնում նայում ենք, իր անցածողին վերցնում նայում ենք, մանկատան երեխա, հետո Աշտարակի մանկատուն, Լեննականի պոլիգոնի մանկատուն, հետո Աշտարակի մանկատուն, հետո Ռաֆակի ժամանակ համ աշխատում էին, համ սովորում էին։ Կոշկակար էր ինքը, կոշկակար ամերիկյան բանում։ Այսինքն իվերուց շնորհը եղել է ուրեմն։ Այո, նա հետո որ նա Ռաֆակ է ընտրում, Ռաֆակում համ աշխատային, համ սովորեին, երկու տեղ էր հատնում։ Կոշկակարություն անում էր շաբաթ 2 օր, 3 օր աշխատում էր գինու կոմբինատում։ Վերջնականն մնում է գինու կոմբինատում ոնց որ բանվոր, հետո համասարանում
Նա ընդունում է համալսարան, բայց ավարտում է գյուղատնտեսական ինստիտուտի առաջի վիպուսկը, այն ժամանակ համալսարանի շրջանավարտ ազատում է եւ Սիսակյանն իր այսօրելով ասում էր՝ «Այ Մարգար, ինչ ես գինեգործություն ընտրել»։ Վաղը կոմունիզմ ալնելու, խերես ասում էր, քանի մարդը կա, խմիչ լինելու է։ Եվ իսկականից նա մենք լրիվ ուրիշ ճանապարհով անցանք։ Հայաստանի կոնյակագործությունը լրիվ տարբերվում է աշխարհի կոնյակագործությունից։ Մասնավորապես ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, եթե այնտեղ քանակի վրա են շեշտը դնում, մեր մոտ որակի վրա է։ Չէ, ամբողջ հարցը նրանում էր, որ երբ որ սովետական միությունը հաստատվեց Հայաստանում, երկու ֆրանսիական մասնակիցներ թողեցին գնացին։ Եվ երիտասարդ տղային նշանակեցին ցեխի վարիչ։ Եվ ինքը արդեն իր ոչ անգլերեն գիտեր, ոչ ֆրանսերեն գիտեր, ոչ սովորել էր, նա բանվորներին հարցնելով, մտածելով ինքը գնաց իր ուղությամբ։ Եվ փառք մեզ, որ այդ ուղղությունը ճիշտ եղավ։ Առաջի կոնյակը ստեղծելուց ամեն մի կոնյակ ստեղծելը դա մի մեծ պատմություն է, որը դեռ իր բացատրությունները պետք է լինի եւ ժողովրդին եւ մարդկանց։ Նա նաեւ նշում էր, որ մեր հողը եւ օդը եւ արևը այլ են։ Այո։ Ինքը ասում էր մեր կոնյակը լավ է վրացական Ադրբեջան եւ դրան իրեն նացիոնալիզմի մեջ մեղադրեցին դրա համար։ Հետո սկսում են նամակներ բացատրել, կոնյակի լավ լինեն, հենց հողը ջրից արևից է գալիս։ Բացատրել, որ իրոք մեր կոնյակը լավ է, վրացական գինին է լավ սեղանի գինի, բայց մեր կոնյակն է լավ։ Եվ ես պարզապես ես 3 հատ քույր ունեմ, ես մի տղա եմ եւ մի եղբայրից մահացել էր փոքրիկ ժամանակ եւ ուր գնում էր հետո տանում էր։ Դե գիտեք, հայ տղամարդիկ ոնց են իրancs տղու վերաբերվում։ Ես հիշում եմ, երբ որ մենք գնացինք Վրաստան, այնտեղ մեծ միջոցառում էր եւ այնտեղ արդեն կենացներին ասում, հայրիկիս կենացինք վեկացավ, ասում է. «Самый лучший коньяк в мире это грузинский коньяк». Самый лучший коньяк в Советском Союзе это азербайджанский коньяк, азербайджанцы. Но самый лучший коньяк в Закавказье это армянский коньяк. Այսինքն դուրս եկա որ բոլորը ամենալավագույն կոնյակը հասկանում եք, պետք է բնածին չի կարող մարդը լավ կոնյակ ստեղծի, եթե նա կյանք չի սիրում։ Չի կարող զգացում չունի, կեսախիտ չի։ Չի սիրում կյանքը, չի սիրում կանանց, դի կյանք սիրես, որ լավ կոնյակ ստեղծես։ Եվ այդ բոլոր մեր բախտը բերել է, որ այդ մարդը այդ բոլոր հատկություններն ունեցել է։ Եվ ամեն մի կոնյակ իր պատմությունն ունի, դրա մասին իհարկե հաջորդ հաղորդումներ կլինի։ Այսօր պարզապես մենք կուզենանք մեր երկու բառը լսել մեր թանկարժան Վիրաբյանից, պրոֆեսոր։ Պարոն Վիրաբյան, հնարավոր չէ, որ Մարգար Սեթրակյանի այդ նման այդ հագեցված կյանքով լեցուն այդ գործունեությունը մեր ազգային արխիվում ինչ որ ձևով արտացոլված չլինի, ինչ ուշագրավ փաստաթղթեր կան։ Գիտեք, զարմանահրաշ մարդ, որը լինելով տաղանդ, որը լինելով մեծ անհատականություն, միաժամանակ շրջապատված լինելով գորշ մարդկանցով, ասենք Արարատրեստի կառավարիչի նշանակում անդադ մարդիկ, որոնք գինեգործությունից, կոնյակագործությունը ոչինչ չէին հասկանում։ Եվ այս երիտասարդ մասնագետը չէին էլ սիրում խմել։ Չէ, երևի սիրում են խմել, բան չունեմ ասելու։ Այս երիտասարդ մասնագետը անդադ վիճաբանության, անդադ պայքարի մեջ, Փարիզ բունին ասելով, իր ժամանակապայքարը անհրաժեշտ էր։ Եվ անդադ, այսպես գնահատելով իրեն որպես լավագույն մարդ, միաժամանակ նաև առիթը բաց չեն թողել հալածել։ Օրինակ նրա մի նախադասություն ասեմ։ Խոսակցության ժամանակ մտերիմներից մեկի մեջ ասում է դու լսել ես որ երբ որ Միկոյանը խոսել է Միկոյանը արտաքին առևտրի ժողկոմն էր որ խոսել է խորհրդային միությունից էքսպորտի մասին այսինքն արտահանելու մասին Ռիկովը ասել է հայ մարդ բերեք մեր փորը կշտացնենք նոր մտածենք արտահանման մասին եւ այս մի նախադասությունը արդեն ծառայում որ 1933 թվականին որտեղ Ռիկովը արդեն ժողկոմ խորի նախագահ նրան առաջին նկատողությունը տան կուսակցական նա 30 թվականին եղել է կուսակցական մի խոսքով այս մարդու վերաբերյալ այսպես կառուցվել են հաստ թղթապանակներ սկսած իր ծննդյան օրից 1907 թվականից Խառակոնիսում որ մահը 1910 թվականին 1915 թվականին գաղթի ճանապարհին մոր մահը կազակների օգնությամբ հայտնվել է աշտարակի որփանոցում Այնտեղից հետո նաև Ալեկպոլի որփանոցում, Պալիգոներում, Երևանում,
քրոջ օգնության տեղափոխվել ես, ձգտել ես սովորել, զարմանալի է, ձգտել ես սովորել, դպրոցներ է հաճախել, որփանոցների եւ այդ, եւ փաստորեն ինքնուրույն կրթություն ստանալով դարձել է համալսարանի ուսանող, բայց երբ որ ամեն ինչը ասել է միայն իր բնական ժեքի անդադ ինչպես ոնց որ ընդունված չի եղել այս հասարակարգի կողքից որպես բարձր կարգի մասնագետ ընդունված չի եղել, որտեղ նա ասում էին բանը ճուղվող մարդ է, այսինքն սեփական կարծիք ուներ եւ միշտ միջևերջ պահպանում էր իր կարծիքը, իր խոսքը եւ դրա համար ասում էին ճուղվող է, այսինքն չէ խեղճանում, չէ այսպես ղեկավարներին գովերքում, քծնում, դրա համար ճուղվող մարդ էին անվանում։ Եթե խեղճացող լիներ, նման կոյնակներ դժվար թե կարողանար ստեղծել։ Բնականաբար, այս առիթ էր դարձնում եւ այսպես եւ երևի Սեդրակը կպատմի 1940 մի քանի անգամ կուսակցությունից հեռացրել են։ 36 թվականին կուսակցությունից հեռացրել են։ 38 թվականը վերականգնվել են չլսված բան եւ 35-ը անցել է, որտեղ այնպիսի մասնակիցներ բոլորն էլ հասկանում են, որ Արարատ Տրեստը եթե կոնյակի ցեխի վարիչը զրկվի, այդ արտադրությունը կարող է զերոյի հավասարվել։ Եվ նա կարողացավ անցնել, իսկ պատերազմի տարիներին դեռ նրա փառքը բանակից ազատվել միջև պատերազմի վերջ ամեն մեկի հետ չի լինում։ Սեդրակը ցույց կտա այդ փաստաթուղթը։ Բայց հասցրեցին 2049 թվականին նրա սենյակում գտան դեռ Արարատ Շուստովի ժամանակներից մնացած ինչ-որ գրաբար գրքեր եւ համարեցին որ դա դաշնակցական գրականություն է ամեն մի 5 գրական եւ նրան ձերբակալեցին 6 ամիս նա բանտարկված է մնացել եւ նրան փրկել են բանտարկությունից ազատել մի պայմանով որ նա պետք է գնա Օդեսայի գործարանը վերականգնի բանի նույն համբավը հասցնի նույն համբավին հասցնի Օդեսայի գործարանը ինչ որ ասենք Արարատ Տրես Այդ առումով մեր բոլորից բախտը բերել է որ Մարկար Սեդրակյանը միակ ներկա տերմինով ասած մենաշնորհային մասնագետ էր եւ Փառքասու որ ողջ առողջ անցել այդ բոլոր ձեր հիշատակած անցել է դժվար ճանապարհների միջով չի եղել բայց մի մտածեք որ նա 33 թվականին դարձել է կոնյակի ցեխի վարիչ եւ ընդամենը 26 տարեկան հասակում ինչպես Սեդրակն ասաց առանց օտար լեզու իմանալու այդ տարիների համար եւ նա կարողացել է այսպես տնօրենները տարին մեկ փոխվում էին, բայց նա մնաց փաստորեն չհաշված այդ 40-50 թվականին։ Նա ուշագրավ է, որ ողջ կյանքում այդպես է տնօրեն չուզեց դառնալ, չէ՞։ Ողջ կյանքում մնաց գլխավոր տեխնոլոգ։ Եվ իրան առաջարկել մասնակետ, գլխավոր կոնյակագործ։ Իրան առաջարկել են եւ գործանի տնօրեն եւ Արարատրեստի կառավարիչ, հայրս ասում էր, ես գլխավոր մասնագետ եմ։ Ես կոնյակը կստեղծեմ կտամ պահեստից ուզում եք կերեք, ուզում եք գողացեք, ուզում եք խմեք ձեր գործն է։ Որտեղ նա ավելի շատ մտածում էր իր կոնյակների մասին, քան թե կներեք շատ իր ընտանիքի մասին, չնայած ընտանիքը շատ էր սիրում։ Չէ, ընտանիքի մասներ էր խոսում։ Եվ որ ձերբակալում են 40 թվականին, նա անդադ բողոքում էր, որ ես չեմ աշխատում կամ ձերբակալված եմ, իմ ընտանիքը 5 երեխա, կինը, դրանք շատ դժվար պայմաններում են, անդադ ընտանիքի օրինակներ բերում։ Գիտեք, մարդ, որը չի կարող սիրել իր մասնագիտությունը, չի կարող լավ արտադրանք տալ։ Մարդ, որը չի կարող սիրել մարդ էությունը, չի կարող լավ կոնյակ արտադրել։ Եվ եթե վերադառնում ենք մեր կոնյակների այդ շարքին, ամեն մի կոնյակը, սկսած առաջի կոնյակից մինչև վերջի կոնյակից իր եզակի պատմությունը ունի։ Բայց պարոն Սեդրակյան, կխնդրի հատկապես ներկայացնեք դվին կոնյակը, ինչ առումով դուք նախ ինքներդ ձեր գործունեության ընթացքում ինչքան տեղյակ եմ սննդարդյունաբերության ոլորտում պատասխանատու պաշտոններ եք զբաղեցրել, եղել եք սննդամեր հանրապետության սննդարդյունաբերության նախարարը, կոնյակագործության ոլորտում գյուտերի եւ աշխատանքների հեղինակ եք եւ այդ առումով ձեր խոսքը ծանրացրեք հենց դվինի վրա, թե որակական առումով է դվինը գուցե առանձնանում եւ թե նաեւ դվինի հետ կապված լեգենդներ կան։ Չէ, ամեն մի լեգենդը տակը ունի հիմք։ Բայց ես կուզենամ այսօր խոսեմ այդ հիմքի մասին, որտեղ հիմքը շատերը չգիտեն։ Կոնյակի գործարան եկավ եւ հիմքերից մի քանի մաս իրանց տվեցի։ Ինչու՞մ կատարվեց։ Կատարվեցնում, երբ որ գնացին պապանիցիները գնացին հյուսիսային բևեր, ամեն մի հարաբերություն իրանց հետ մի բան դրեց։ Ուկրաինցիները դրեցին սալա, բելարուսները դրեցին տակ
հայրը դրեցին իրանց հետ կոնյակ։ Ամեն մեկ իրենց բրենդը պիտի տային։ Եվ իրանց պատմության մեջ իրանք գրում են, որ ճանապարհին մի քանի արկղ գողացել են, հետո մի քանի կոնյակից իրանք օգտագործել են, որ իրանց պերեդաչիկը լավ աշխատի, սպիրտով մաքրել Տեխնիկան աշխատացնել եւ այլն եւ այլն։ Եվ իրանք այնտեղ Pravda թերթում տպվեց մի հոդված, որ իրանք հյուսիսային կայնած այնտեղ մի բոճկա sense պահած եւ տակը գրում էին, որ ստեղ անգամ ցուրտ է, որ հայկական կոնյակը 42 աստիճան մեզ չի տաքացնում։ Հումորով։ Կամ էլ քիչ է եղել ժամանակ բողոքի։ Եվ այդ ժամանակ министр Пищев Кусавոյին ժամանակ կոչվում էր Пищев Кусавая Համի արտադրություն։ Այո, Пищев Кусавая արտադրություն, այո։ Նիկոյանը արտադրում, իսկ հնարավոր է ստանալ ավելի բարձր որակավոր կոնյակ։ Բարձր սպիրտոյություն։ Եվ հայրիկի Այսինքն աստիճանը բարձր ավելի։ աստիճան ցավոք սրտի աստիճանը բարձր ստանալը բավականին շատ դժվար է, որտեղ երբ որ սպիրտը թորում են կաճ եմ ասում 70 աստիճան ստացում է սպիրտ, որը պահում են բոճկաներում եւ տարիների ընթացքում դա ցնդում է 5%։ Դա կոչվում են անգելների հրեշտակների բաժին։ այո, որ եւ տարեկան 3-ից 5% կորուստ են անում եւ սպիրտ եւ գինի։ Դե պատկերացրեք, քանի տարի որ կորուստ տարիների ընթացքում կորում է եւ 70-ին իջնում է։ Այսինքն, բայց Հայաստանի բնությունը ցույց է տալիս ունա սուխոյ կլիմատ, մեր մոտ Հատկապես Երևանի դրա համար առաջինը նա անում է 50-ամյա դվինը, երկրորդը 57 աստիճան Երևանը։ Դրա համար համարվում է, որ առաջ եթե համարում են, որ կոնյակը չի կարող այդքան բարձր լինել, դվինը դա ցնցեց բոլորին, իսկ 57-ը вообще բերեց, որ ուշտեղ չի ստացվում այդպիսի կոնյակներ։ Եվ երբ որ եւ դրամայել հատուկ անունը Երևան դրեց այդ այո, այդ կոնյակ, ամեն կոնյակը հատուկ է, այո։ Եվ դվինի համար երբ որ պատրաստվում էր Թեհրանի կոնֆերանսը, Ստալինը շատ միջալոց շատ խելոք անձնավորություն, նա պատրաստում էր ամեն ինչ, հենց այնց հանդիպումներ չէր լինում։ Եվ նա տեղյակ են պահել, որ Չերչիլը շատ է, նա վիսկի էր շատ խմում Չերչիլը։ Վիսկի սիրահար էր։ Եվ նա ասում էր, ես վիսկից ավելի շատ բան եմ վերցրել, քան թե վիսկին ինձանից է վերցրել։ Հա։ Եվ պատրաստում էր եւ հանձնարարական է լինում, բոլոր պատրաստությունը գնում է Բաքվի միջոցով։ Թեհրանը դեռ մոտիկ էր, բոլոր պատրաստությունը։ Առաջի հանդիպում պետք է լիներ ուրիշ տեղ։ Հաղորդակցության տեսանկյունից Ստալինը չի համաձայնում ուրիշ տեղ գնալ հանդիպան, ուրիշ տեղ։ Վերջը պայմանավորում են Թեհրանը, որտեղ Թեհրանը գտնվում էր մեր հսկողության տակ, այդպես ասեմ, եւ Ստալինը շատ մեծ զորքերը գտնում էին Թեհրանում։ Այո։ Այդ Թեհրանի հատվածը օկուպացված է խորհրդային զորքերով։ ազատագրված էր։ Մոտավորապես, այո, օկուպացված էր։ Եվ Միկոյանը այդ օկնական երբ որ գալիս է, որ շտաբ պետք է պատրաստել բարձր աստիճանի, հայրս կանչում է Կոջոյանին, մինչև մա Կոջյանի բաներ կա հերոսամերիկան։ Երևանի նկարիչ Հակոբ Կոջյանին։ Այո։ Եվ ինքը նկարիչների շատ ընկերական հարաբերություններ ուներ, որտեվ ասում էին նկարիչները հավաքվում էին, դե ինչ ունեն նկարիչները տարիներին։ Գնանք գործարան մի քիչ խմենք, մի հատ նկար են վերցնում, գնում են գործարան, նստոտում խմում են, երկու օր հետո հերս այդ նկարը վերցնում էր, խմիչ ասում էր ձեր նկարն է, ձեր երեխենա վերցրեք։ Ոբշեմ, եւ շտաբ Կոջյանը պատրաստում է շատ օրիգինալ էտիկետկաներ, որոնց ասած կալորակներ, մեջը գրածա դվին, ոչ մի բան։ Եվ դվինը վարկում են այնտեղ։ Միջև Թեհրանի կոնֆերանս ես ուզում եմ ցույց տամ մի ունիկալ փաստաթուղթ։ Այս ունիկալ փաստաթուղթն եմ ուզում ես ցույց տամ։ Մեր հայրենակիցները թող տեսնեն։ 1943 թվականի Государственный комитет обороны։ Պաշտպանության պետական կոմիտեն խորհրդային չէ, Պաշտպանության պետական կոմիտեն փոխարինում էր բոլոր ղեկավար մարմինները։ Համակարգում էր ընդհանուր ամենաբարձրագույնն էր։ Նա եւ Սովմինն էր կարգավորում բոլոր մարմինները։ Եւ ԳԿ-ի որոշմամբ ընդամենը 11 օր մինչև Թեհրանի կոնֆերանսը, հես ամսի 7-ին է հրաման եղել ԳԿ-ի, Սեդրակ Սեդրակյանը ինչ որ մի ցեխի վարիչի ազատել զորա, եթե կանչում են բանակ, Մարգար Սեդրակյանին եւ միջև պատերազմի ավարտը։ Այն դեպքում, երբ որ դեռ հայտնի չէր պատերազմի երբ է ավարտվելու, բայց փաստորեն ժամանակ արդեն ընդունում էին, որ սովետական միությունը անելու է։ Ինչ որ է։ Մի քանի մասնագետներ ասում են, այո, կա Բերեժկով
Ստալինի թարգմանիչը, պերսոնալ թարգմանիչը իր հիշողությունների մեջ գրում է, այո, հայկական կոնյակը եղել է Թեհրանի կոնֆերանսում։ Կա տպավորություններ այն կինը, որը նա մահացել է սրանից ընդամենը 15 տարի առաջ, որ ասում է, այո, սեղանին մենք մատուցել ենք հայկական կոնյակ։ Բայց այդ բոլոր պատմությունը ինչ հետևանքներ է ունեցել այս անձի նկատմամբ, եթե նա դա ստեղծել է։ Երբ որ նրան Աքսորից ազատում է Միկոյանը եւ ուղարկում է Օդեսա, իմիջիալից Օդեսա ղրկելուց մենք ընտանիքում չենք իմացել, որ նա Օդեսայում է։ Մայրս առանց դա իմանալու նամակ է գրում Միկոյանի, որ մարդս հեսա Միկոյանի ամուսինս աքսորված է, փրկեք իրան, նա Հայաստանի շատ ոնց որ դուք փրկեցիք իրան 37 թվականին, այնպես էլ հիմա փրկեք։ Այսինքն Միկոյանը երկու անգամ փրկել է, այո։ Մարգար Սեթրակյանի կյանքը։ Եվ 50 թվականին ես ուզում եմ ցույց տամ 5 հատ կառավարական հերագրերով հերագրեր է գալիս Ընդ որում խորհրդային միության մասշտաբի Խորհրդային միության, այո, Ոչ այո։ թե խորհրդային Հայաստան։ Չէ, կառավարական հերագրերը, որ շտաբ վերադարձեք Հայաստան, ինչու, որտեղ այնտեղ Չերչիլը փորձել էր, որակպչացել էր, որտեղ մասնագետները չեն կարողացել այդ կոպաժն անել, ինքը չի վերադառնում Հայաստան։ Ասում է, չես պիտի գնամ Մոսկվա։ Գնում է Մոսկվա, հրամանները փոխել է տալի, որ նա ոչ թե վերադառնում է, այլ նա по совместительству работал там, եւ նա վերադառնում է իր հին տեղը, հին աշխատանքի տեղը։ Գիտեք, պետք է մեծ ոնց ասեմ, խիզախություն ունենալ, որ այս այն պայմաններում, այո։ հա, եւ նրան վերադառնում է Հայաստան, վերադառնում է ոնց որ գլխավոր մասնագետ, եւ բաների մեջ գրված է, գրքերի մեջ գրված է, որ 1951 թվականից նա Երևանի կոնյակի գործարանի գլխավոր մասնագետն է։ Պատմաբաններից մեկը գրում է, ոնց նա կարող էր 34 թվականի, 43 թվականի դվինը ստեղծել, որ նա ընդամենը 51 թվականից եղել Երևանի կոնյակի գործարանի գլխավոր մասնագետ, չիմանալով, որ միջև այդ նա եղել է գինու կոմբինատն է եղել ներքևը կոնյակներ արտադրել։ Եվ կներեք ինձ, դա հիմա մեծ նշանակություն ունի, փողի նշանակություն, այն ժամանակ այնքան նշանակություն չուներ, բայց ես ուզում եմ ցույց տամ, որ իրան վերադարձնելով նշանակում են ամենաբարձր աշխատավարձը, որ Հայաստանում որևէ մեկը ստանում էր։ Պերսոնալնի 2500 ռուբլի, պլյուս 40% մասնագիտության համար 1500 ռուբլի, 1000 Այսինքն ամենաբարձրացելով ինչ նկատի ունեք, մյուս պաշտոնյաների համեմատ բոլոր պաշտոնյաների Հայաստանի նկատմամբ։ Բոլոր պաշտոնյաների, սկսած անգամ ղեկավարություն Սոմիրի նախագահը իրենց ցածր էր ստանում, Կետկոմի քարտուղարը իրենց ցածր էր ստանում։ Այսինքն Կենտկոմի եւ կառավարության նախագահից ավելի բարձր աշխատավարձ է։ Իր տնօրենը իրանից ցածր է ստանում, իր տրեստի կառավարիչը իրանից ցածր էր ստանում։ Բայց նա չէ նշանակում, որ նա գլուխը կորցրած էր։ Առաջին հերթին նա նայում էր իր ընտանիքին, հետո գործին, եւ այս բոլոր փաստաթղթերը ցույց են տալի, որ իսկապես այդ պատմությունը լեգենդ չի։ Դա լեգենդ չի։ Դա պատմություն է, որը իսկականից չի կարող պատահի մի ինչ-որ ցեխի վարիչին 5 հատ կառավարական հերագրերով 20 օրվա ընթացքում ստիպեն, որ նա սովորական ցեխի վարիչ չէ, շատ լավ հասկանում էր, որ մնալով ցեխի վարիչ, մնալով այդ արտադրություն, կոնյակի որակը կպահպանի։ Կարող է նա բարձրանալ ավելի բարձր։ Տրեստի կառավարիչ կամ գործարան դիրեկտոր, այդտեղ կարող է բաներ ընկներ, այդ որակը ընկներ, կոնյակի որակը ընկներ, այո։ Դրա համար միշտ ինքը մնում էր այդ արտադրամասում, ճիշտ է, արտադրամասի վարիչ լինելով, դա միաժամանակ նաև գլխավոր մասնակիցներ, չմոռանաք դա։ 51 թվականին գլխավոր Եվ նա շատ լավ հասկանում էր, եթե ինքը այդ արտադրամասը թողնի, կարող է այդ կոնյակի որակը ընկնի, որտեղ ամենօրյա հսկողություն պետք է պահպանել։ Այդ թեկուզ այդ մի 2 տարվա բացակայությունը արդեն որակը կոնյակի ընկել էր։ Եվ այնտեղ ինչ է ստացվում։ Հետո արդեն այդ տարիներից հետո երկու ճյուղ է սկսվում։ Մեկը կլասիկ կոնյակագործություն, որի ներկայացում հայրիկս էր, եւ կողքից նոր կոնյակագործություն ցիստերնաներով, որի ղեկավարում են 3 հոգի՝ Լևոն Ջամպոլադյան, Ծովինար Պետրոսյան, Եղեան Ընջոյան, որ չէ, մենք պետք է ցիստերնաներով շատ արտադրենք եւ այդ պայքարի մեջ շատ արյուն կերան, կարելի ասել Մարգար Սեդրակյանից, բայց վերջը նա հաղթեց։ Ինչու՞։ Որտեղ նա ասում էր, Հայաստանը այնքան շատ չի կարող արտադրի ոնց որ ուրիշները։ Մենք որակով կարող ենք։ Իսկ մեր որակը, մեր բնության
նկատմամբ շատ բարձր է։ Մեր որակը ավելի լավն է Հայաստանի կոնյակ, քան թե մի որևէ կոնյակ։ Դա իր կարծիքն է։ Հիմա այդ կարծիքի համար իրան մեղադրել են, ինչ են արել, դա արդեն պատմության Անցել է պատմություն։ Փաստորեն, պարոն Վիրաբյան, շատ խոսք գնաց արդեն կոնյակի, կոնյակագործության որակի պահպանման մասին։ Կոնյակագործության պատմությունը ավանդներ ունի մեր հանրապետությունում, եւ այդ ավանդների շանակությունը տրամաբանական եզրահանգումներ հենց Մարգար Սեթրակյանի գործությունը, այդ հակիրճ այդ ավանդները ներկայացրեք։ Գիտեք ինչ, կոնյակագործությունը Հայաստանում 10-րդ դարից, ընդհանրապես Ռուսաստանում 10-րդ դարից է սկսվել եւ ինչու է Հայաստանում զարգացումն ապրել, որտեղ մեր հողը եւ արևը այնպիսի խաղող ենք մենք ստացել, որի շաքարայնությունը շատ բարձր է եղել եւ դրա շնորհիվ հնարավոր է եղել որակյալ կոնյակ ստանալ։ Եվ զարմանալի մի բան, Ֆրանսիան, որ ուներ դարերի ավանդույթ կոնյակի ստեղծման, 20-րդ դարի սկզբին ես միջև խորհրդային միջում, երբ որ առևտուրը եւ այսպես տարածված էին, տեղը կամած զիջում էր Ռուսաստանին։ Ինչու՞։ Որտեւ Ռուսաստանում հայտնվեց Շուստովը, որը հասկացավ, որ Ռուսաստանի հարավային շրջաներում, այդ թվում նաեւ Հայաստանում բնականաբար Հայաստան Ռուսաստանի հարավ, կարելի է խաղողագործությունը զարգացնել եւ ստանալ բարձր որակի կոնյակ։ Եվ դա ռեկլամ անելով, իսկ դա լեգենդ է, նա ինչպես է ռեկլամ արել, երբ որ ուսանողներին վարձել է, փող է տվել, պատվիրել է լավագույն Փարիզի ռեստորաներում սեղան պատվիրել եւ պահանջել Շուստովի կոնյակ։ Բնականաբար Շուստովի կոնյակ չի եղել, հանձնարարել է, որ գումարը կվճարեք, ուտելիքին ձեռ չեք տա եւ թողեք դուրս կգաք։ Եվ սկսել են հետաքրքրվել եւ սկսել են գնել այդ կոնյակը եւ այսպես տարածվել է։ Բարեբախտաբար 1880-ական թվականներից սկսվել է Թայրովի շնորհիվ, հետո Շուստովի շնորհիվ, Շուստովների այս ընտանիքի շնորհիվ եւ խորհրդային տարիներում եւս մեծ զարգացում է ապրել, որտեւ այդ որակը գնահատել են բոլորը։ Այդ որակը գնահատել են երկրի ղեկավարները, Սեթրակը քիչ առաջ խոսեց Ստալինի, Չերչիլի մասին։ Չերչիլը գիտեր, նա ճիշտ է վիսկի էր օգտագործում, բայց գիտեր նաեւ Շուստովի կոնյակի մասին եւ դիտավորյալ Ստալինի ներկայությամբ ասում էր այդ կոնյակին, դվին կոնյակին ասում էր Շուստովի կոնյակ, իսկ Ստալինը նեղանում էր։ Նա միշտ ասում էր Շուստովի կոնյակ, իսկ նա ասում էր չէ, սա Շուստովի կոնյակ չի, սա դվին կոնյակ է։ Սա սրանք լեգենդներ են իհարկե, որոնց հիմքում ինչպես ասեցին, իրական փաստացումներ միջև այսօր այդ ավանդույթը, որ սկսվել է 10-րդ դարում, միջև այսօր շարունակվում է։ Եվ դրա մեջ ոսկե տառերով իր անուն է գրել Մարգար Սեթրակյանը, ես գտնում եմ, որ առանց նրան մենք չէինք կարող ունենալ այն կոնյակների բույրը, որը իրոք այսօր մեծ հռչակ է բերում մեր երկրին։ Ինչպես կոնյակները, այնպես էլ Մարգար Սեթրակյանի կյանքը նույնպես լեգենդ է իրոք։ Ես ցավոք սրտի, ես կուզենամ ասեմ, մասնագետներ կան, որոնք լեգենդ աշխատում են մոռանալ, կան մարդիկ, որոնք աշխատում են նսեմացնել, մոռանալ այդ տարիները, իբրև թե կոնյակագործությունը այս անկախության տարիներին, երբ որ Հայաստանի սովետական միությունը որ փլուզվեց, ես ումդարձունաբերության նախարարն էի։ Ես ստորագրել եմ ակտ, որ Հայաստանը ամբողջ իր պահոցներում ուներ ընդամենը 1.500.000 դեկալիտր կոնյակի սպիրտ։ Եվ դրանից հետո արտադրում է 10 անգամ ավելի շատ կոնյակ, քան մենք սպիրտեր ունեինք։ Դե հուսանք այդ փնովումը եւ քննադատությունը կվերանա եւ պետք է դրվի մի կողմ։ Իհարկե, եւ Մարգար Սեթրակյանի նման Սեթրակյանը եւ նա նման մյուս երախտավորները ըստ արժանվույն կգնահատվեն եւ ժամանակի փորձությանը նրանք դիմացել են եւ դարեդար կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը ձեր մասնակցելու պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք մեր երկրի մեր ժողովրդի խորհրդանիշներից մեկի կոնյակի ստեղծողին Մարգար Սեթրակյանին։ Հաղորդումը ավարտեմ այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դվին կոնյակի մեծ սիրահար Վինստոն Չերչիլի հետևյալ խոսքերով. երբեք ճաշից մի ուշացեք, ծխեք հավայան սիգարներ ու խմեք միայն հայկական կոնյակ։ Հարգելի հեռուստադիտողներ,
հայորդին հրաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր հայ կոնակագործության նահապետ Մարգար Սեթրակյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։